ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մուլտիտաբակ ընկերությունն ավելի քան մեկ շաբաթ է կապարակնքված է եւ չի գործում։ Աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։ Նրանք հայտարարել են, որ չեն պահանջում արտոնություններ, այլ ցանկանում են աշխատել եւ հոգալ ընտանիքների ծախսերը։ Մենք ողորմություն չենք ուզում, մենք պաշտոն չենք ուզում, մեր գործարանը բացվի, մեր այս ամբողջ ժողովուրդը այստեղից սնվում է։ Չի կարելի, ինչ է նշանակում քաղաքականություն են վարում, մի ամբողջ գործարաններ փակել են, մարդիկ սոված պատերի տակը, պաշտոն չենք ուզում, հաստիկ չենք ուզում։ Մեր սովորական գործարանը բացվի, մենք աշխատենք։ 2001 թվականից ճանաչում եմ պարոն Ծառուկյանին, մենակ գիտեմ, որ ստեղծել է, սարքել է։ Մարդիկ մի հատ հավաբուն չեն կարող սարքեն։ Այս մարդը այսքան սարքի արե դրել է, ինչ է նշանակում, փակել են քաղաքականություն են, չգիտեմ, իրականացնում։ Այս ամեն ինչը կապ չունի մեր հետ, բացարձակ կապ չունի ժողովրդի հետ, ժողովուրդը պիտի չտուժի։ Ծառուկյանը մենակ սարքել է, սարքում է ու էլի սարքելու է։ Մենք իր կողքին ենք։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք, ոչ թե չգիտեմ ինչ անենք, որ մեր գործարանը աշխատի, մենք դա ենք պահանջում։ Իմ նման բոլորն են պահանջում։ Դա պահանջ է։ Դա բառից բուն իմաստով պահանջ է։ Մենք Ծառուկյանի կողքին ենք։ Ամբողջ կյանքում ստեղծել է, սարքել է, արարել է, չգիտեմ, սպորտ դպրոցներ, որ մեկն ասեմ, չգիտեմ, դուք բոլորդ ինձանից լավ գիտեք։ Ինչ է նշանակում, մարդիկ մի հատ հավաբուն չունեն, մարդը այդքան սարքել է, ստեղծել է, որ այսօր գային տային գետին, հա, տանեին դրաներ, էդի վայել բաներ, քաղաքականության հարց են լուծում, կապիկները։ Չի կարելի, բառից բուն իմաստով նորից եմ կրկնում, մենք պահանջում ենք ու իմ նման բոլորը այստեղ համաձայն են իմ հետ։ Մեր գործարանը բացվի, ոնց որ աշխատել ենք, ոնց որ հպարտացել ենք, ուրախացել ենք, նվիրված աշխատել ենք, մեզ նվիրվել են մեր չգիտեմ, մեր տնօրենությունը, չգիտեմ, Ծառուկյանը, ամեն ինչ արել է, այդ մարդը ասում է ժողովուրդ ջան, աշխատեք։ Ինչի համար է այսօր փակ։ Այդ մարդը աշխատատեղեր է ստեղծում։ Ով է ստեղծել, այդքան ունենք, չգիտեմ, ինչ ասեմ, այդքան բարերար մարդ էլի, այդքան ունենք, ինչ ասեմ, բիզնեսմեններ, ամեն ինչ ունենք, ով է ստեղծել մի հատ հիմնարկություն, դե թող գան 5 հոգի վերցնեն, այստեղից ասեն, արի մենք քեզ ապահովում ենք աշխատավարձով։ Մենք մեր աշխատավարձով հարմարվել ենք, աշխատում ենք, գոհ ենք, շնորհակալ ենք, չգիտեմ, պահանջում ենք։ Ով է ինչ արեց Ծառուկյանի չափ կամ Ծառուկյանի կեսի ինչ որ մեկը մի բան արած կա, դուք ասեք ես սխալ եմ։ Դուք ասեք, որ դու սխալ ես խոսում, տիկին ջան, գնացեք այն կողմ։ Ով է արել իր չափ։ Ճիշտ է, շատ բան չեմ ուզում խոսամ, չեմ կարա խոսամ, բայց շատ բան ունեմ ասելու։ Մենք ընդհանրապես պահանջում ենք մեր ղեկավարին, պարոն Ծառուկյանին ազատություն, մեր գործարանի բացում, որպեսզի մենք բոլորս կարողանանք աշխատենք, բոլորս մնացել ենք անգործ, յուրաքանչյուրս բանկերի հետ կապված խնդիրներ ունենք, տանը կապված խնդիրներ ունենք, երեխա ենք պահում, տուն ենք պահում, չենք էլ ուզում, մենք մեր գործարանը լքենք, մենք սովոր ենք մեր ամեն ինչին, մեր ղեկավարությանը, մենք բոլորս միասին մի ընտանիքի նման կարողանում ենք ապրենք, հաշտ ու համերաշխ աշխատենք եւ մենք սնվում ենք, ապրում ենք պարոն Ծառուկյանի գործով, տված աշխատավարձով։ Մենք ընդհանրապես պահանջում ենք մեր գործարանի բացում եւ մեր պարոն Ծառուկյանին ազատություն։ Այդքանը։ Առանձնապես ես իմ ակցիայի կարիք էլ չկա, որտեղ բոլորս էլ հասկանում ենք, եթե ասենք կառավարությունը որոշել է կամ ասենք վերևում որոշել է, որ փակեն հիմնարկները ինչ-որ անորոշ ժամանակով, մինչև իրանք այդ հարցերը չլուծեն, իրանց մեջ երևի հիմնարկները չբացեն։ Էլի թող լուծեն, բայց մեզ մի պատասխան ասեն, գնացեք մի ամիս սպասեք։ Որ խոսքի ասենք, պետք է գնա ասենք բանկերում դիմումներ գրեն, որ ասենք հետաձգեն, թե քանի ամիս աշխատավարձ չեն ստանալու, ասենք գոնե վարկերը կանգնացնեն այդ վարկայմությունները։ Կոմունալը դա չեն կարող անել, կոմունալը ստիպված մի տեղից պետք է չարեն։ Ավտոմատ անջատում է լույսը, շորջին անջատում է, որ չմուծենք։ Ամեն հարցեր կա, այնտեղ սնունդի հարց կա, երեխեքի հագնելու հարց կա, այդ 2 ամիս հեսա դերմատոպրոցը, եթե մի ամիս, 2 ամիսը կանգնան, դա խնդիր առաջանալու։ Իսկան ժողովրդի մոտ իրոք խնդիր է, դա կառավարությունը պետք է ասել, ինչ է, այսքան մարդուն սարքեն անաշխատունակ Հետո պետությունը մտածի, ոնց վճարի, այսինքն պետությունը պետք է վճարի այդ վնասների համար, ես դա չեմ հասկանում, այդ մարդիկ մեծ վնասներ են կրում։ Բաց են, որ իրանք աշխատում են ու աշխատավարձ չեն ստանում, բայց բավականին մեծ վնասներ են կրում, որ իրանց ընտանիքի անդամներն էլ հետը։ Դե եթե պետությունն է որոշե փակի էս հիմնարկը,
որոշակի ժամանակով, ասենք եթե արտադրությունը չի աշխատում, եկամուտ չկա, ստիպված պետությունը ոչ թե ստիպված, այլ պարտավոր է գոնե փոխհատուցի։ Հայաստան խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանում ձևավորվել է մթնոլորտ, որտեղ մարդիկ սպասում են, թե ով է լինելու հաջորդ քաղաքական հետապնդման թիրախը։ Նրա խոսքով իշխանությունը վախի մթնոլորտի միջոցով փորձում է մեկուսացնել քաղաքական եւ հանրային գործիչներին։ Վերջին դեպքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որովհետև դա նաև հանրային արձագանք առաջացրեց, ելնելով այն միջոցներից կամ այն մեխանիզմներից, որով իրավապահ մարմինները օգտվում էին սկզբում 13 ժամ խուզարկություն իրականացնելու, այնուհետև Ծառուկյանին գետնին տապալելու, ձեռնաշղթաներով բերման ենթարկելու եւ հետո մի տնտեսական գործով, որը ընդ որում Իրանի Հանրապետությունում ճանաչվել է հանցակազմ չունեցող գործ, այսօր Գագիկ Ծառուկյանը գտնվում է կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Եվ գիտեք, սա ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, սա նաև անձնական վրեժխնդրություն է այսօր երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից, որովհետև Ծառուկյանի քրեական գործի զուգահեռ մեկ էլ հասկացանք, որ քաղաքապետանը նկատել է, որ կենդանիները, որոնք պահվում էին Ծառուկյանի կողմից, ապօրինի են պահվում եւ այսօր էլ օրինակ գնացել էին ձիերին տեղափոխելու համար։ Սա ինչու են որպես օրինակ բերում, սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի է դիտարկել, այլ որպես հաշվեհարդար եւ որպես պատիժ, որ իրականացվում է իրավապահների կողմից մեկ անձի հրահանգով, որովհետեւ նախընտրական փուլում նա հայտարարել էր, որ ունե զրկելու է, դատելու է, նստացնելու է, մնացած բառերը նույնիսկ չեմ էլ ուզում կրկնել։ Ծառուկյանի ձիերի եւ Փասյանների արգրավումը հետաձգվել է։ Ծառուկյանի փաստաբան Հովհաննես Վարդանյանը հայտնել է, որ նախատեսված արգրավումը չի իրականացվել տեխնիկական խնդիրների պատճառով։ Որոշումը բողոքարկում են, քանի որ փաստացի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպիսին։ Հիմա դատավարական ընթացակարգերով քննիչի որոշումը բողոքարկվում է։ Իսկ մեզ ինչ ուներ չեն թողնում, որ կարողանանք լուսաբանել։ Ճիշտ ասած, ոստիկանությունը իրականացնում է ծառայություն մուտքերի մոտ, վարույթ իրականացնող մարմնի թույլտվությամբ կարող ենք մուտք գործել, փորձենք հասկանանք, եթե հնարավոր լինի մուտք գործելը կազմակերպենք մուտք գործեք, տեսնեք ձիերին, այդ թվում նաև մնացած կենդանի, փաստացի մնացած կենդանիներ էլ չկան, միայն ձիերն են մնացել, որպես այդպիսին։ 12 ձի, 1 ձի, 1 պոնի, 11 ձի։ Իսկ ինչ են ասում ձիերին խնամողները, նրանք տեղափոխվելու հետևանքով որևէ վնաս կկրեն։ Փաստացի, հա, որպես այդպիսին վնաս կկրեն, որովհետև իրենց ծանոթ միջավայրում են իրեն գտնվում, հատուկ խնամք են պահանջում, որովհետև հատուկ ձիեր են, որպես այդպիսին տոհմական, զուտ այդ մասով խնդիր կարող է առաջանալ միանշանակ։ Պարոն Վարդանյան, եւ հաշվի առնելով առյուծի ճակատագիրը, վստահություն կա, որ այս կենդանիներն էլ նույն ճակատագրին չեն արժանանա, հնարավոր է այդ անվստահության հիմքով օրինակ միջնորդեք ժամանակավորապես կասեցնեն իրենց ծրագիրը։ Ճիշտ ասած, թեկուզ եւ առույցների պարագայում ամբողջ վարույթային գործողությունները սկսելուց առաջ վարույթ իրականացնող մարմնին առաջարկվել եւ միջնորդվել է, որ կենդանիները ճանաչեն որպես այդպիսին իրեղեն ապացույց, հա, վարույթի շրջանակներում իպա հանձնեն մեզ, մեր տնօրինմանը, մեր տիրապետմանը, բայց փաստացի վարույթ իրականացնող մարմինը ճիշտ գտավ, որ տեղափոխի կենդանիներին եւ տեսանք հետևանքն ինչ եղավ։ Ծառուկյանի խոսնակը հերքում է Հիսուսի արձանի շինարարությունը չի դադարեցվել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետ Ատոնոյանը հերքել է այս տեղեկությունները։ Նրա խոսքով աշխատանքները շարունակվում են, սակայն քարի մատակարարման հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, քանի որ Multiston ընկերությունը չի գործում։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ արձանի շինարարությունը կանգ է առել ընկերության նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով։ Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը ծանրացել է, ահազանգում է նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Նրա խոսքով Մկրտչյանն ունի սրտային խնդիրներ, բարձր ճնշում եւ այլ առողջական բարդություններ, իսկ բժշկական վիճակը չի համապատասխանում Բաքվի ներկայացրած կայուն վիճակ ձևակերպմանը։ Փաստաբանը պահանջել է ապահովել անկախ բժիշկների մուտքը եւ անհապաղ բուժօգնություն։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ըստ Մինասյանի չի կարողանում տեսակցել Մկրտչյանին։ Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։
Բրյուսելում մեկնարկել է Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները եւ Եվրամիության ներգրավվածության հրամայականը խորագրով համաժողովը։ Քննարկման ընթացքում ներկայացվում է Ադրբեջանում պահվող հայ պատանների եւ քաղաքական բանտարկյալների իրավիճակը։ Համաժողովը կազմակերպել են Եվրոպական խորհրդանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսն ու Միրիամ Լեքսմանը ՀՅԴ Հայդատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում է նաեւ Բաքվում պահվող Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հայցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն եւ հարգանքի տուրք մատուցել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հիշատակին։ Դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպմանը վեհափառ հայրապետը ցավակցություն է հայտնել Իրանի իշխանություններին եւ ժողովրդին, մաղթելով անվտանգություն ու խաղաղություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի, ընդգծելով ռազմավարական գործընկերության զարգացումը քաղաքական, պաշտպանական, տնտեսական, կրթական եւ այլ ոլորտներում։ Վարչապետը նաեւ բարձր է գնահատել Ֆրանսիայի եւ անձամբ Մակրոնի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարական բարեփոխումներին եւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանը, մաղթելով Ֆրանսիային խաղաղություն եւ բարօրություն։ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ Միացյալ Նահանգների զինված ուժերը հուլիսի 14-ին կվերսկսեն Իրանի ծովային շրջափակում, այս մասին գրված է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության X-ի պաշտոնական էջում։ Նրանց հաղորդմամբ շրջափակումը կվերաբերի այն նավերին, որոնք մուտք են գործում իրանական նավահանգիստներ եւ առափնյա գոտիներ կամ լքում դրանք։ Միևնույն ժամանակ նշվում է, որ սահմանափակումները չխախտող առևտրային նավերը կշարունակեն մուտք ունենալ տարածաշրջանի ջրեր։ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները շատ շուտով ռմբակոծության կենթարկվեն Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը։ Մենք դա կանենք, մենք հողին կհավասարեցնենք Քիրք լեռը, փոխանցեք իրանցիներին, որ պատրաստվեն, նշել է նա։ Ահմադինեժադի գրասենյակը հերքում է Մոսադի հետ կապերի մասին հրապարակումը։ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է New York Times-ի հրապարակումը, ըստ որի նա տարիներ շարունակ գաղտնի կապեր ունեցել Իսրայելի Մոսադ հետախուզական ծառայության հետ։ Գրասենյակը հոդվածը անվանել է ամբողջովին կեղծ եւ հայտարարել, որ այն Իրանի դեմ իրականացվող հոգեբանական պատերազմի մաս է։ Ավելի վաղ թերթը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Մոսադը փորձել է օգտագործել Ահմադինեժադին Իրանի իշխանության դեմ պայքարում եւ նրան դիտարկել որպես հնարավոր ապագա առաջնորդ։ Ահմադինեժադը Իրանի նախագահ է եղել 2005-ից 2013 թվականներին։